բանավիճելու, վեր ենք եք տեղներդ, ձեններդ կտրենք։ Ես ես այդ պատերով կտամ, սաղիտ պտի տանեմ, լսնեմ ածի պատվալը։ Փաշինյանի ագրեսիան եւ հակասությունները, նա խախտեց սեփական կանոնները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ճեպազրույցը լրագրողների հետ աչքի ընկավ ոչ միայն լարվածությամբ, այլև բացահայտ ագրեսիվությամբ, ուղղված հենց այն մարդկանց, որոնց հետ նա տարիներ առաջ նույն տեղեկատվական դաշտում էր աշխատում։ Սակայն առավել ուշագրավը ոչ թե միայն տոնն էր, այլ բովանդակությունը, հակասություններով լի եւ քաղաքական առումով վտանգավոր ուղերձներով։ Մինչ բուն ճեպազրույցին անդրադառնալը հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 2-ին Փաշինյանը հայտարարում էր, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հատուկ պատասխանատվություն է կրում քաղաքական մշակույթի ձևավորման համար։ Նրա խոսքով ընդունվել էր էթիկայի կանոնագիրք, որը ենթադրում էր հայհոյանքից, անձնական թիրախավորումից եւ վիավորանքից հրաժարում։ Սակայն 3 ամիս էլ չանցած նույն Փաշինյանը փաստացի խախտում է իր իսկ սահմանած կանոնները։ Այսօրվա ճեպազրույցի ընթացքում նա ոչ միայն թիրախավորեց լրագրողներին, այլև վիավորական եւ նվաստացող ակնարկներ հնչեցրեց նրանց հասցեին, հատկապես այն դեպքում, երբ հնչում էին անհարմար հարցեր։ Առաջինը թիրախում հայտնվեց Factor.am-ի լրագրողը, ում ուղված ակնարկները հստակ ցույց էին տալիս. իշխանությունը այլևս չի հանդուրժում քննադատական հարցեր։ Ես ձեր քմահաճույքով պետք է ինչ-որ բան կրկնեմ, ես կրկնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Այսինքն դուք երկրի վարչապետի առաջ կանգնած եք, ասում եք դե կրկնի։ Ինչ որ ասել եմ, հարգելի պարոն Կիրակոսյան։ Եվ ձեզնից էլ չեմ ակնկալում, որ ձեր հարցը կրկնեք, որովհետև ես միանգամից հասկանում։ Անհետև վարչապետը անցավ քաղաքական հակառակորդներին, ուժեղ Հայաստան ուժին, որոնց հասցեին հնչեցրեց ոչ լուրջ եւ ծաղրական առաջարկներ, իջեցնելով քաղաքական դիսկուրսի մակարդակը։ Իրանք այդ ինչով են ուժեղ, մենք ինչով ենք թույլ։ Եթե կարան իրանք 30 անգամ ասենք ձգվեն այդ օլիգարխները, թող ուղ եթերում 30 անգամ ձգվեն։ Ես չեմ կարա 30 անգամ ձգվեմ, անկեղծ ձեզ ասեմ, բայց ես կարամ 100 կիլոմետր հեծանիվ քշեմ։ Թողան իրանք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուղիղ։ Երբեմնի լրագրող հայկական ժամանակի նախկին խմբագիր Փաշինյանը այս անգամ արդեն իր նախկին գործընկերներին ընդհանրապես մեղադրեց անազնվության մեջ, փաստացի վարկաբեկելով ամբողջ մեդիա դաշտը։ Ազնիվ չեք, որովհետև ոչ միայն ազնիվ չեք, այլև շատ կողմնակալ եւ կողմնապահ եք։ Ինչ վերաբերում է ձեր ասած ձեր սպառնալիքներին, որ դուք հերոսաբար կենթանի եք մնացել եւ եկել այստեղ կանգնել, ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետեւ դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Դուք դա ինձնից լավ գիտեք եւ ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետեւ հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Այս մթնոլորտում ժողովուրդ օրաթերթի լրագրողը համարձակվեց բարձրաձայնել հարց, որը վերաբերում էր ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ նրա ընտանիքի հնարավոր կոռուպցիոն դրսևորումներին։ Այս անգամ էլ ձեր բարերով ասած օզով ու կոչով մեծ կենթանու կոռուպցիայի մասին է հարցս։ Պարոն Փաշինյան, դուք մերժեցիք խնամի բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակվելը եւ պետության հաշվին հարստանալը։ Հիմա ձեր թիմակիցները անում են ճիշտ հակառակը։ Խոսքը ՔՊ խմբակցության ղեկավարի մասին է։ Նրա կինը Հայփոստի շարքային աշխատակցից դարձավ տնօրեն եւ ձեզանից կրկնակի բարձր աշխատավարձ է ստանում՝ մոտ 3 միլիոն։
Բացի այդ, Հայկ Կոնջորյանը խարդախության գործով անցած իր եղբոր հետ այնպես է դասավորել գործերը, որ առինջում կառուցապատողի հայտարարած գնից էժան 1 քառակուսի մետրը ընդամենը 300,000 դրամով, վաճառքի գինը 420,000 դրամ է, առանձնատուն է գնել։ Նույն կառուցապատողից բնակարան է գնել նաև Հայկ Կոնջորյանի մայրը եւ քույրը։ Այդ ընկերության տնօրենը եղել է Կոնջորյանի եղբայրը։ Հետքրատվականը բացահայտեց, որ նրանք էժան են ձևակերպել տունը, որպեսզի եկամտարկից օգտվեն։ Այստեղ այն մեծ կենթանին չկա։ Երկրորդ դրվագը։ Ժողովուրդ օրաթերթը փետրվարի 19-ին բացահայտեց, որ Հայկ Կոնջորյանի եղբայրը վարորդական իրավունքի ձեռքված լինելով մեքենա է վարել, նրան տուգանել է։ Բայց որպեսզի նախկինում դատապարտված լինելը խիստ բաժի չսահմանի, գործում հայտնվել է ենթադրյալ կեղծ տեղեկանքը, որ Կոնջորյանը խիստ պատիժ չկրի։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պնդում է, թե նման տեղեկանք քննչական կոմիտեն չի տվել, քննչական կոմիտեն հայտարարում է, որ ստացել է ՆԳՆ համակարգից։ Եվ հիմա հարց է առաջանում. Արդյոք իշխանական խմբակցության ղեկավարն իր եղբորը խիստ պատասխանատվությունից ազատելու համար օգտագործել է իր դիրքը կամ չի օգտագործել։ Էլի նույն ձևաչափով, պարոն վարչապետ, բարձրաձայնում եմ հարցը, որ իրավապահները գործընթաց սկսեն առանց քաղաքական կաշկանդվածությամբ, քանի որ գիտենք խոսքը վերաբերում է ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին։ Կհրահանգեք ձեր ձևով, պարոն վարչապետ, չկաշկանդվեն եւ զբաղվեն Կոնջորյանի ընտանիքով։ Շնորհակալություն։ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ եւ պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները, բայց ես ելի եմ ասում, մենք չունենք պարտավորություն ձեր ասածները ընդունել հալած յուղի տեղ, որովհետեւ հիմա այդ բնակարանների թեման ես մի անգամ ասացի, հետո ինչ որ մի ժամանակ լռություն էր, հարգել լրագրողներ, որ հիմա իմանանք ձեզնից, փորձենք բարձել ձեզնից ով է բնակարան գնել եւ ինչ գնով, կարող է բարձվի եկեք այդ նույն սկզբունքը կիրառենք։ Կմտածեք այսքանով ավարտվեց։ Ոչ։ Նիկոլ Փաշինյանն ավելի ագրեսիվացավ, հարձակվեց առավել թիրախավորված։ Այդ պրինտ արած թղթե, այդ փաստերը դուք եք գրել, դուք մի րոպե։ Լսեք, ինչ տարբերություն ձեր հետքի եւ Ազատություն ռադիոկայանի միջեւ։ Ես ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Եվ ասենք ենթադրենք բանի, մյուս ռադիոկայանը ոնց էր։ Ռուսական ռադիո։ Սպուտնիկի ու Ազատության ռադիոկայանի միջև ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Եվ ձեր եւ հետքի միջև էլ ոչ մի տարբերություն չեմ տեսնում։ Բայց չէր հանգստանում վարչապետը, խոցվել էր նրա իշխանական ինքնասիրությունը, ինչպես կարելի էր ԿՊ խմբակցության ղեկավարին կամ նրա ընտանիքին կոռուպցիային վերաբերելի հարցեր հնչեցնել։ Շարունակեց թիրախավորումը մեր լրագրողի նկատմամբ։ Գալիս միկրոֆոնների տակ կանգնում եք, հրեշտակի թևերը բացում ու սկսում գետնից բարձրանալ։ Այսինքն դա ինչ եք ուզում ապացուցեք։ Ուղարկեք այդ փաթեթը մնացած տոննաներով մակուլատուրան ուղարկեք իրավապահ մարմիններին։ Վարչապետը ոչ քննիչ է, ոչ հետաքննիչ է։ Վարչապետը ասում է իրավապահ մարմինները ունեն օրենքով սահմանված պարտավորություններ, եւ իրենք իրենց պարտավորությունները պարտավոր են կատարել։ Իրանք քաղաքական կաշկանդվածություն ինչքան ունեն այդ դեպքում, ուրեմն ձեր դեպքում էլ քաղաքական կաշկանդվածություն ունեն։ Ուրեմն եթե կա այդ քաղաքական կաշկանդվածությունը, պետք է համատեղ միաժամանակ հաղթահարվի այդ քաղաքական կաշկանդվածությունը։ Բայց ո՞նց է մարդուն կանչում են, որ քրեական գործը կարճեն, 4 օր աղմուկ է, ստորագրահավաք է։ Այսինքն ինչ կամ տարբերակ կամ չեն հասկանում, այսինքն այդ համքարությունը այնքան գրագիտություն չունի, որ տարբերակի քրեական գործի կարճումը քրեական հետապնդումից, կամ որ ավելի վատ է, գիտի եւ հիբրիդային գործունեությամբ զբաղված։ Րոպեներ անց նույն Նիկոլ Փաշինյանը իր կողմից քննադատված հրապարակի նյութերից սկսեց մեջբերում անել, դրանք համարելով բացարձակ ճշմարտություն։ Կաթողիկոսի մասին ես չեմ ասում, ես ապացուցում եմ։ Ձեր թերթն է գրել։ Ձեր թերթն է գրել ու չեմ հիշում, որ դատի են տվել։ Ձեր խմբագիրը մի հատ 25 կիլոմետրանոց հոդված է գրել Կտրիչ Ներսիսյանի եւ իր ընտանիքի աղջկա կնոջ եւ այլնի մասին։ Կտրիչ Ներսիսյանը ինչի դատի չտվե։ Որովհետեւ այնուամենայնիվ ինչ որ մի բան դրա տակ կա։
Ես չեմ կարա դա հանդուրժեմ, ես էլի եմ ասում, ստեղ մենակ անձնական խնդիր չի, սա նաև պետության հարց է։ Ստացվում է պարզ, բայց վտանգավոր պատկեր։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը կամ նրա թիմակիցներին, մամուլը ստեր տարածող է։ Իսկ երբ նույն մամուլը գրում է իշխանության համար հարմար թեմաների մասին, հանկարծ դառնում է վստահելի աղբյուր։ Այս երկակի չափանիշը արդեն ոչ թե պարզապես հռետորական խնդիր է, այլ քաղաքական վարքագիծ, որը խարխլում է վստահությունը թե իշխանության, թե ինստիտուտների նկատմամբ։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի այսօրվա պահվածքը ցույց տվեց ոչ միայն հուզական անկայունության, այլ նաև քաղաքական կամքի պակաս պահպանելու սեփական իսկ սահմանված խաղի կանոնները։ Իսկ դա արդեն շատ ավելի լուրջ խնդիր է, քան ուղղակի անհաջող ճեպազրույցը։